Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ազգային ժողովի անդորից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին։ Ինչ է կա հենց հիմա խեղաթյուն։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք դրանք տարբեր բաներ։ Դուք նկարագրեցիք ամբողջ այդ process-ը, բայց դուք կասեք օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ։ Ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Այդ օրակարգը, ասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Այդ իշխանափոխությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնա։ Իրականացրեցին իշխանափոխություն, այդ իշխանափոխություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման ընթացքը համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել է լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, այս վերջերս, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Այդպիսի բան չի եղել։ Դեպքերի հաջողականությունը ես էլ ասում եմ ինչ հաշակում չի հերքում, իրեն հարց են տվել, ինքը ասել է չեն հերքում։ Ինքը ասել է, ինքը ծանոթ եղել է ցուցարման փաստաթղթերի աշխատանքներ արվել է։ Նիկոլ Փաշինյանը ասել է խմբակցություն։ Սխալ եք ասում։ Ես էլ ասում եմ Չէ, բայց սխալ եք ասում։ Ճիշտ է։ Հետո կնայենք իրար։ Դրանից դեպքերի հաջողականությունն եք նշում, բայց փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի կազմմանը, խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքերի հաջողականությունն եք հիշեք, երբ Շահրամանյանին եք ասում լուծարման փաստաթղթն եք մեջբերում, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Շարլ Միշելի հետ հանդիպման, ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է։ Այսինքն դա Նիկոլ Փաշինյանն է արել, ուրիշ ոչ ոք չի արել։ Որ հարցերը տալիս եք, գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, էլի։ Իմ մայրն էլ է լրագրող եղել իդեպ, ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել տարբեր տարիներ։ Ինքը մոտարապես բան չի, էլի, նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Արցախը չեն փոխում Սպասեք։ Ստորադասական սարքեր նախաճաշ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նա լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայն, բայց հա,
ինչ է ենթադրում նաև լրագրությունը, որ հարց եք տալիս, լսեք ինչև վերջ, եթե չի բավարարի ճշտելու բան կունենաք, մի հատ է հարց կտակ, մի հատ է կպատասխանի։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չայ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբարը դեր գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, մինչև այդ բաբա վերահսկողության տակ է դրանից հետո Ադրբեջանը։ Նույնիսկ Փարուխը դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետեւաբար ասել, որ ռուս զորախումբը ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, հաստագրված է, որ այդպես չէ։ Հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին, ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող է սխալ ասեմ, բայց նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի հայտարարության որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետեւ դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։